Մեսրոպյան ասացիք անդրադառնանք նաև հոսանքի գնի իջեցման։ Շատ լավ։ Ուզում եմ անդրադառնալ, որտեղ ժողովրդի շատ իմ սրտի ուզած հարցերն եք տալիս, շնորհակալություն, չնայած թող չդիտվի, որ դիտավորություն է, նայեք, հիմա երկրորդ ֆալսը, որ տեղի ունեցավ նիստին նախորդող օրերին, այդպես քաղաքական ակցիա նույնիսկ կատարեցին, ֆլեշմոբեր հասարակական սոցիալական կայքերում արեցին, որ սակագինը իջացրեք, պարոն Մեսրոպյան սակագինը իջացրու եւ այլն, նույնիսկ այստեղ ելույթ ունեցողներից հասարակական կազմակերպություններից մեկը ի զարմանս ինձ, որ ինքը տարիներ շարունակ այդ մարդիկ նստած են լինում նիստերին, բայց այսպիսի պրիմիտիվ, սխալ եւ ոչ կոռեկտ արտահայտություններ են անում, որ Տաշիր ընկերությունը կամ Հեծփակ բաժնետիրական ընկերությունը ազգաբնակչությանը հայ ազգին խոստացել էր, որ մինչև 2031 թվականը չի բարձրացնի սակագինը, սա լրիվ կեղծ հարցապնդում է։ Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգիայի սակագինը իջացնողը կամ բարձրացնողը այդ իրավասությունը բացառապես տրված է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովին, այլ բան, որ տվյալ կարգավորող ընկերությունները իրավունք ունեն տարին 1 կամ 2 անգամ հանդես գալու այդ սակագները իջեցնելու կամ բարձրացնելու առաջարկությամբ։ Դրա որոշողը մենք ենք, իրենք չեն։ Հիմա վերադառնամ ձեր հարբուն հարցին։ Սակագները հանդես եկան վերջի պահին, ինչ որ այդպես երևի շոուի էլեմենտ էին ապահովում լայն ազգաբնակչության համար, որ այդ տեսեք, այս հանձնաժողովը մնացածը ինչքան անտարբեր են ձեր այսօրվա վիճակի նկատմամբ ռեալ հնարավորություն կա սակագինը իջացնելու, մենք դիմել ենք անգամ այսինչ ամսաթվին, այսինչ օրը պարոն Մեսրոպյանին եւ մերժվել է։ Խոսքը բացառապես գնացել է հետեւյալի մասին։ Սակագինը ինքը բազմակոմպոնենտ գումարելի է։ Ինքը այդ գումարելին ձևավորվում է մի քանի տարբեր գումարելիներից։ Կփորձեմ մաքսիմում հասկանալի լեզվով սա բացատրել։ Եվ երբ տարվա ընթացքում ամփոփում ենք մենք ֆինանսական տարին, հա, արդեն այս կամ այն գումարելին կարող է դրական ազդել այդ ընդհանուր արդյունքի վրա, այս կամ այն գործոնը կարող է բացասական ազդել ընդհանուր արդյունքի վրա, եւ այդ դրական ու բացասական ազդեցությունների հանրագումարում է, որ հանձնաժողովը հասկանում է պատկերը, կարող է սակագին իջացնել, չի կարող սակագին իջացնել, նպատակահարմար է սակագին իջացնելը, թե ոչ։ Տվյալ դեպքում ընկերությունը իր դիմումում հանդես էր եկել 6 ամսվա կտրվածքով 3.6 միլիարդ դրամի տվյալ տարում ձևավորված օգուտների մասին եւ դրան զուգահեռ կուզեի, որ իրենք այդ հարցին ինձ լսելով հիմա պատասխանեն, երբ որ իրենք սակագնի իջեցման մասին են խոսում այդ կտրվածքով, ինչու չեն մատնանշում, որ այդ գրության երկրորդ կետով էլ նշում էին, որ առաջարկում էին նաև 6 ամսվա կտրվածքով կատարված ներդրումները մտցնել սակագին։ Իսկ ներդրումները կատարված ներդրումների չափը սակագին մտցնելը դա բերում էր արդեն բացասական ազդեցություն։ Եթե առաջի կետով դրական ազդեցություններ ունենալու, երկրորդ կետով բացասական ազդեցություններ ունենալու 3.6 միլիարդ դրամի դեպքում 6 ամսվա կտրվածքով ձևավորվելու էր 0.5 դրամի սակագնի իջեցման հնարավորություն, բայց արդեն դրան գումարած ներդրումային ծրագրերը եթե մենք մտցնեինք սակագին, այդ տարբերությունը կրճատվելու էր եւ ընդամենը 0.2 դրամի մասին էր խոսքը, 0.2 դրամի, որպեսզի լավ հասկանաք ինչ թվաբանության մասին է խոսքը, միջին սպառող Հայաստանի Հանրապետությունում, եթե 200-ից 250 կիլովատ-ժամ հոսանք է սպառում տարվա կտրվածքով, հա, ամսական 40-ից 50 դրամի մասին էր խոսքը։ Կարող եք պնդել, որ ինչ կապ ունի, իջեցնեիք, ընդունելի պնդում է, բայց ամբողջ պատկերը այստեղ ոչ թե թվաբանության մեջ է ամբողջ խնդիրը, այլ թվաբանությունը համապատասխան գործոնների ազդեցությունը գնահատելուց հետո շատ կարևոր է հասկանալ, որ այդ իջեցումը, որ սակագների իջեցումը, որ որոշում է հանձնաժողովը դրան գնալ, կկարողանա առաջիկա տեսանելի 2-3 տարում պաշտպանել, թե հնարավոր պետքա 6 ամիս հետո գասի կներեք ժողովուրդ, այդ 6 ամիսը
այս պլյուսները կար, քանի որ ձմեռը ավելի ազդակներ եղան, չգիտեմ, դոլարի կուրսը թանկացավ, հեսա կլսեմ, ջրի պակաս կար եւ այլն հիդրոռեսուրսներով հիդրոկայանները քիչ աշխատեցին, այլ ազդեցությունների հետևանքով ստիպված նորից պետք է թանկացնեմ։ Ամբողջ խնդիրը սա է, ես այսքան ծավալվեցի այս հարցի շուրջ, որպեսզի թե ձեզ մոտ, թե ազգաբնակչության լայն շերտի մոտ շփոթ չառաջանա։ Եվ օբյեկտիվորեն, եւ սուբյեկտիվորեն ես այս երկրում այն առաջին անձնավորություններից մեկն եմ մի պաշտոն է, որ ես ինքս եմ շահագրգռված հնարավորինս արագ, եթե կա այդպիսի հնարավորություն, սակագին իջացնելու, որովհետեւ դրա ամբողջ դիվիդենդները բառից բուն իմաստով իմ ռեյտինգի, իմ չգիտեմ հեղինակության հետ է կապված լինելու եւ ինքնանպատակ ես չիջացնել սակագին, կներեք դա անհեթեթ։ Ես արգելի լրագրող, արգելի գործընկերներ, ես այդ հարցին առնվազն 3 կներեք էլի, ես այդ հարցին առնվազն ոչ թե 1 ձև պատասխանեցի, այլ 3-4 ձև պատասխանեցի։ Տեսական մակարդակով ամեն ինչ հնարավոր է, բայց այս պահի դրությամբ դեռ մենք հենց հիմա նաև այդ փուլն է, որ մենք էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացի մեջ ենք գտնվում 80 աշխատանքային օրվա ընթացքում տարեվերջին մենք վերանայում ենք սակագները եւ որոշում ենք վերջապես այդ իմ մատնանշած քիչ առած գործոնների ազդեցությունը ինչպիսին է գալիք տարվա սակագնի վրա լինելու եւ որոշում ենք սակագին կթանկանա թե կբարձրանա։ Հիմա անմիջապես կարող եք ասել իսկ ինչպիսի կանխատեսում ունեք այս պահին զերծ կմնամ կանխատեսումով գնահատական տալուց, որովհետև առայժմ ակտիվ փուլում ենք այդ աշխատանքների, կգնահատենք եւ այդ մասին եւս կհայտարարենք։ Համենայն դեպս լավատեսություն ունեմ եւ ամեն ինչ անելու եմ, որ տեսանելի ապագայում սակագները չբարձրանան, որովհետև կա շատ մի կարևոր խոչընդոտող գործոն գալիք տարվա համար, ուզում եմ դուք լրագրողները եւս այդ մասին իմանաք, մենք գալիք տարի հայկական ատոմակայանը պլանավորվում է 3 ամսով ավել վերանորոգման մեջ պահել, այսինքն 5 ամիս ինքը կանգառի մեջ է լինելու, սովորական 2 ամսվա փոխարեն, իսկ ինքներդ եք հասկանում, որ ատոմակայանի պես էլեկտրոկայանը եւ նաեւ էժան էլեկտրաէներգիայի աղբյուր հանդիսացող ռեսուրսը, երբ որ չի աշխատում, ինքնաբերաբար ինքը բացասական ազդեցություն է ունենալու ընդհանուր սակագնի վրա, բայց մենք քանի որ ունենք այլ կետերով արդեն ձևավորված օգուտներ եւ ֆինանսական բարձիկներ, կփորձենք դրանով մեղմել այդ հանգամանքը եւ վերջնարդյունքը կտեղեկացնենք ձեզ։ Մնացած հարցերի համար այցում եմ ձեր ներողամտությունը, ես միշտ հասանելի եմ լինելու եւ իմ կաբինետում եւ ձեր ընկերություններում լրատվական կշարունակենք հաջորդիվ։ Շնորհակալություն։